Թեմայի մեջ բացում ենք թեման բոլոր կողմերից։ Դե բանկն էլ ասում է տուր մեր փողերը։ Իրենց տվել է ապրուստը վաստակելու հնարավորություն։ Ինչպես եք դուք պաշտպանում մեզ ու մեր տվյալները զեղծարարությունների բոլոր դեպքերում մարդիկ իրենք են տրամադրում իրենց անձնական տվյալները։ Հետևում եք այդ ամեն ինչին եւ դրանից ելնելով բնականաբար թարմացնում անվտանգության համակարգը։ Ու ինչ ձևով եք թարմացնում։ Ոնց եք թարմացնում։ Երբ մենք մեր տան բանալին տալիս ենք որևէ օտար մեկի, հետո չենք կարող իրենից պահանջել, որ ինքը մեր տունը չթալանի։ Բայց եղել են գործողություններ, որ ինձ մտածելու տեղիք են տվել, արդյոք պետք։ Թեմայի մեջ բացում ենք թեման բոլոր կողմերից։ Ողջույն, ես ու Ավետը կրկին թեմայի մեջ ենք, այն էլ ինչ թեմայի, նորից ամբողջ ազգով մենք այս թեմայի կոպիտահնչում քաշվածն ենք, բանկերի մասին ենք խոսելու, կարծրատիպային միտք կա, որ բանկերն անընդհատ զբաղված են մեզ թալանելով, հիմա բանկի աշխատակիցը շատ այս դեմքով ինձ է նայում, ինքը հիմա կպատմի մեզ, թե ինչքան լավ բաներ են անում բանկերը եւ ինչքան հանրային վստահություն ունեն այդ գործունեությունից հետո։ Այո, ու թույլ տվեք ներկայացնել մեր հյուրին ID բանկի եւ Իդրամի հաղորդակցության եւ սոցիալական պատասխանատվության ծրագրերի վարչության ղեկավար Տաթևիկ Վարդևանյանը։ Այ այդպիսի երկար անվանումը վարչություն ողջույն։ Ու ընդհանրապես բանկերի հետ կապված ամեն ինչը այսքան երկար է ու այսքան խրթին, այնպես որ այսօր մի քիչ ավելի մարդկային լեզվով խոսեք, համ մենք բան հասկանանք, համ էլ դիտողները։ Սկզբից հավաստիացնեմ, որ ոչինչ խրթին չի եւ ոչինչ երկար չի։ Շատ ավելի պարզ է, քան մենք պատկերացնում ենք։ Այո, շատ ավելի պարզ է, պրոդուկտներից օգտվելն էլ է շատ ավելի պարզ եւ մենք էլ փորձում ենք հնարավորինս պարզեցնել ամեն ինչ եւ հեշտացնել, որպեսզի մեր հաճախորդներին եւ քաղաքացիներին ավելի հեշտ լինի օգտվել բանկից ու դեռ չվախենան էլի բանկերից, որտեվ բանկը իրականում ինչի՞ց է առաջացել այդ վախը, այդ կարծրատիպ է, բայց հիմքեր ունի վստահաբար։ Դե տեսեք, օրինակ, երբ մարդուն փող է պետք, ինչ որ բան անելու համար էական չի, հա, ինքը դիմում է բանկ, որ վարկ վերցնի, չէ, ենթադրենք վերցրեց վարկը, ինչ որ X ժամանակ անց չի կարողանում մարել։ Բայց դե բանկն էլ ասում է տուր մեր փողերը։ Եվ այստեղ վերածվում է թալանչի մի տեսակ։ Այսինքն ինձ թվում է, որ այստեղից է եկել։ Իրականում իհարկե բանկերը գործում են որոշակի միջնորդավճարներով, իրենք էլ իրենց գործն են անում, չէ։ Բայց հավատացնում եմ, որ բանկը բացարձակ նպատակ չունի մարդկանց ոչ թալանելու, ոչ կողոպտելու, ոչ էլ այլ գործառույթներ նմանատիպ իրականացնելու։ Իրականում բանկը մատուցում է ծառայություններ, որից մեր քաղաքացիները օգտվում։ Կարծում եմ, հա, օգտվում են։ Իրականում բոլորս երբ նեղն ենք ընկնում, անպայման հիշում ենք բանկերին, հետո իհարկե դժվարությամբ տոկոսներն ենք փակում եւ մնացած գումարները, բայց եկեք խոստովանենք, որ եթե այդ պահին բանկը ձեզ չվարկավորեր, չօգներ, հա, այդ ձեռքբերումը չի ունենա։ Այո։ Եկեք լավ այդպես ասենք, որ բանկը մեր լավ բարեկամն է։ Այո, շատ հաճելի է։ Հա, բանկը մեր լավ բարեկամն է։ Իրականում Այդայի ասացի մեջ կա ճշմարտություն այն իմաստով, որ մենք մի հարթության ու մի հավասարության վրա ենք դնում բոլոր բանկերը, բայց իրականում այդպես չպիտի լինի։ Այդ ես կարծում եմ, որ ամեն բանկ ունի իր քաղաքականությունը, ամեն բանկ ունի մի քիչ շատ սխալ բան եմ ասում, թալանելու իր տարբերակը, բայց բոլոր բանկերը չի որ թալանում են։ Լավ, մենք այսօր պոպուշ բաներից պիտի խոսենք իրականում սոցիալական պատասխանատվությունից, թե ինչքան կարևոր ծրագրեր եք իրականացնում, որտեղից են գալիս այդ գաղափարները, ինչպես են ընտրվում ոլորտները, հասարակական կազմակերպությունները, ընդհանրապես շահառուները եւ ինչ արդյունքներ ունենք գրանցած։ Մինչև այդ ես ուղղակի շատ հետաքրքիր մի պատմություն կարդացի, որը հեղափոխական է եղել կորպորատիվ սոցիալական պատասխանատվության ոլորտում բանկերի, բանգլադեշցի անունը հատուկ գրել եմ, որ հիշեմ ու կարդամ։ Դու մեզ խոստացար հեշտ բառերով խոսել, դու ավելի բարդ բառերով ես խոսում։ Ես չգիտեմ իր պատմությունը գիտեք թե չէ, բայց այս մարդը ժամանակին ուսումնասիրել է տնտեսագիտությունը, հետո երբ վերադարձել է իր հայրենիք, արագ պատմեմ անցնենք։ Իր գրպանից գումար է տվել աղքատ կանանց եւ նրանց դարձրել է, այսպես ասած, ձեռներեց եւ հետո արդեն այս փորձառության հիման վրա ստեղծել է բանկ, նորից բանկ հատուկ աղքատների համար եւ 2006 թվականին, պատմական բան եմ ասում, 2006 թվականին որպես առաջին կազմակերպությունը ստացել է Նոբելյան մրցանակ այս հիմնադիրը եւ ամբողջ այդ կազմակերպությունը։ Եվ սա եղել է հեղափոխական ամբողջ բանկային համակարգի սոցիալական պատասխանատվության թեմայով։
Կարծում եմ հեղափոխական է այստեղ այն գաղափարն է, որ սոցիալական պատասխանատվությունը ուղղակի սոցիալական աջակցություն չի ենթադրում։ Այն պիտի ունենա դրական արդյունք, դրական impact, եթե այսպես ասենք, հա, այն մարդկանց վրա, ում այդ պահին օգնությունը տրամադրվում է։ Տեսեք, ասում եք ձեռներեց է, չէ, դարձրել այդ կանանց, որովհետև ձեռներեց դարձնելով ինքը փաստացի իրենց տվել է իրենց ապրուստը վաստակելու հնարավորություն, իրենց մասնագիտություն է տվել եւ այլն, այսինքն շատ կարևոր է, որպեսզի սոցիալական պատասխանատվությունը ունենա դրական ազդեցություն մեր միջավայրի, մեր հասարակության վրա։ Ոչ թե լինի պարզապես աջակցություն, դա բարեգործություն է։ Ուղղակի աջակցել, այդ նաև շատ վատ հոգեբանությունն պետական գործունեության իմաստով կներեք, երբ որ կամ բարեգործական իմաստով, երբ որ ուղղակի ժամանակավոր օգնություն են ցուցաբերում, փոխարենը տան հմտություն կամ գիտելիք, որը հետո արդեն երկարաժամկետ կծառայի, դա նույնպես աջակցության տեսակ է, տեսեք, օրինակ, երբ օրինակը պիտի բերեմ հենց մեր ծրագրերից մեկի վրա, հա, արցախցիների բռնի տեղահանումից հետո, երբ իրենք նոր եկան Հայաստան, դժվար թե ինչ-որ մեկին բացի գումարից այլ բան անհրաժեշտ լիներ, չէ՞, այդ պահին իրենք ուղղակի կենսական նշանակության հարցեր ունեին լուծելու։ Մենք այդ փուլում ստեղծեցինք մի ծրագիր, որով 42 ընտանիքի 150 երեխայի մի տարի շարունակ աջակցում էինք ուղղակի գումար փոխանցելով։ Այս տարի արդեն, իդեպ այն փուլում անվանեցինք քո կողքին ծրագիրը, բայց 2025-ին վերանվանեցինք, դարձրեցինք կողք կողքի։ Այո, որովհետև կողքի տարբերակը ճիշտ է։ Որովհետև այն ժամանակ մենք իրենց կողքին էինք, աջակցում էինք, բայց հիմա կարծում ենք, որ մենք կողքի պիտի քայլենք եւ պիտի մեր աջակցությամբ իրենք հնարավորություն ունենան նաեւ իրենց ներդրումը ունենան մեր երկրում։ Ծրագիրը շարունակվում է։ Այո, ծրագիրը շարունակվում է։ Այս տարի արդեն 65 կանանց հզորացման ծրագիր ենք, այսպես ասած, իրականացրել, իրենց նոր մասնագիտություն ենք տվել եւ աշխատանքային գործիքներ, որովհետեւ իրենք կարողանան կարի եւ մատնահարդարման այս դեպքում։ Բացի դրանից Արցախցի 100 երեխայի ֆինանսական գրագիտության մեկամսյա դասընթացի մասնակից ենք դարձրել, ֆինանսավորելով ամբողջ պրոյեկտը եւ օրեր առաջ հանդիպեցինք երեխաներին պայծառ, այո, ոգևորված, գիտելիքներով հարստացած, ինչը մեզ համար իսկապես շատ ոգևորիչ է։ Արդյունքը արդեն տեսել եք։ Այո, արդեն ակներել է։ Բացի դրանից արդեն հայտարարել ենք, որ 100 արցախցի ուսանող կստանա կրթաթոշակ մինչև տարեվերջ եւ բացի դրանից Թուֆենկյան հիմնադրամի հետ համատեղ Թուֆենկյան հիմնադրամը Սվարանցում Սյունիքի մարզում կառուցում է նոր բնակատեղի արցախցիների համար, բազմազավակ ընտանիքների 6-7 երեխա ունեցող ընտանիքների համար եւ այստեղ մեր աջակցությամբ կհիմնվի մանկապարտեզ։ Ահա այսպիսի ուղղություն է ստացել կողքի ծրագիրը, կարծում ենք, որ բոլոր դեպքերում ծրագիրը պլանավորում ենք շարունակական ունենալ, հա, այսինքն այս տարի եւս կշարունակենք, այնպես որ կարծում եմ, որ այո, մեր արդյունքը երբ տեսնում ենք համայնքի վրա, երեխաների վրա, կանանց վրա, առհասարակ այն շահառուների վրա, որոնց մենք աջակցում ենք, իսկապես ոգևորիչ եւ երբեմն նույնիսկ հուզիչ է, որովհետեւ ամեն դեպքում այդ արդյունքն է, որ մեզ ստիպում է էլի մտածել, էլի շարժարիք է հանդիսանում, հա, նոր մոտիվացիա է, որ այլ ավելի լուրջ ծրագրեր իրականացնենք։ Ես մի բան եմ ուզում ասել, կապված բանկերի ռեբրենդավորման, առհասարակ նոր շունչ տալու, ID բանկը հենց այն բանկերից էր, որ եկավ ու նոր շունչ տվեց, առհասարակ ռեբրենդինգի առումով, ամեն ինչի առումով, ու կա մի դրամի ուժը, որի մասին էլի ես ուզում եմ, որ մի փոքր էլ դրա մասին խոսենք, մի դրամի ուժի մասին։ Այս տարի տոնեցիք 5 ամյակ արդեն։ Այ ոնց է բաշխվում գումարները, ոնց է օրինակ ես երբ որ ամեն անգամ վճարում եմ կատարում, ինձ մոտ ցույց է տալիս շնորհակալություն, դուք մասնակցեցիք մի դրամի ուժին։ Ես ուզում եմ իմանալ, իսկ դուք գիտեք, դուք եք վճարում այդ մի դրամը, թե բանկը կամ մի դրամը։ Չէ, չգիտեմ։ Չէ, ես չեմ վճարում, բանկն է վճարում իմ փոխարեն։ Այո, ոչ թե փոխարեն, ոչ թե ձեր հաշվից, այլ իր հաշվից։ Իր հաշվից, որտեղ ես գործարք կատարեցի իր ծրագրով։ Այսինքն մենք ձեզ որպես վճարող համարում ենք բարի կամքի դեսպան։
Ինչու՞, որովհետև դուք կատարում եք վճարում ընտրելով մեր համակարգը։ Եվ միայն այդ պատճառով մենք ձեզ բարի կամքի դեսպան ենք համարում։ Բարի կամքի դեսպան են։ Բարեգործներ ենք բոլորս։ Այո, բայց փոխանցումը մի դրամը կատարում են բանկը եւ իդրամը։ Արդեն թիվը մոտենում է 250 միլիոնի, այսինքն այդքան հատ վճարում է կատարվել 5 տարվա ընթացքում մեր համակարգերով եւ պիտի ասեմ, որ մեկնարկի փուլում մենք իսկապես պատկերացնում էինք, որ ծրագիրը լավն է, գեղեցիկ է, դրական է, բարի է, բայց որ կստեղծի իսկապես մեծ համայնք իր շուրջը, հիմնադրամների, հասարակական կազմակերպությունների, մարդկանց, որոնք մտահոգ են մեր երկրի եւ մեր ապագայի համար, եւ մենք կունենանք այսպիսի ոգևորիչ արդյունք, իսկապես դժվար էր պատկերացնել։ Տաթև 4 ուղղությամբ են, չէ՞, բաշխվում գումարները, հիմնական ուղղությունները կրթություն, առողջապահություն։ Տեսեք, ի սկզբանե, երբ մենք մեկնարկել էինք ծրագիրը, սահմանել էինք ըստ ուղղությունների՝ կրթություն, առողջապահություն, պաշտպանություն եւ բնապահպանություն։ Անցած տարի մեկնարկեցինք սոցիալական պատասխանատվության քաղաքականության մշակման գործընթաց եւ այս տարի արդեն ունենք հաստատված քաղաքականություն, որով 8 ուղղություններ ենք առանձնացրել, մի քիչ ավելի, ոչ թե կրկնապատկել ենք, այլ մի քիչ ավելի կոնկրետ ուղղություններ ենք վերցրել, որովհետև հարցում անցկացրեցինք մեր շահակիցների շրջանում, մեր գործընկերների շրջանում, ներքին հարցում անցկացրեցինք եւ եկանք այն եզրակացության, որ մեր հասարակությունը մեզնից այս ոլորտներում է փոփոխություն սպասում։ Դրանք ֆինանսական գրագիտությունն են, թվային գրագիտությունը, էլի բնապահպանությունը, մարզերի զարգացումը, փոքր միջին բիզնեսի զարգացումը, սոցիալական աջակցությունը եւ մեր աշխատակիցների իրավունքների պաշտպանությունը եւ նրանց բարեկեցության ապահովումը։ Ահա այս ուղղություններն ենք վերցրել որպես հիմնական եւ աշխատելու ենք այս ուղղություններով առաջիկա տարիների ընթացքում, իսկ թե ինչպես են ընտրվելու հիմնադրամները։ Պիտի ասեմ, որ այսուհետ արդեն կա հաստատված հայտի ձև, որը մեր գործընկերները լրացնում են, ուղարկում են մեզ, այնուհետև որոշակի գործողություններից, ստուգումներից հետո նոր հիմնադրամը կարող է լինել թեկնածու մի դրամի ուժը նախաձեռնության։ Եվ արդեն ընտրությունը կատարվում է ըստ այդ պահի այսպես ասեմ, հա, անհրաժեշտության կամ մեր կարծիքով, թե ինչի կարիքը ունի այս պահին հասարակությունը եւ այլն։ Այսինքն ավելի շատ որ հատվածին այո, աջակցություն կարող է տրամադրվել։ Նախորդ ծրագրի նախաձեռնության շրջանակներում մանկապարտեզը նշեցիք շատ լավ օրինակ էր։ Այս դեպքում ամենաակնառու իրականացված ծրագիրը ո՞րն է եղել։ Ակնառու ծրագրեր են բոլորը, ես ձեզ հավատացնում եմ։ 1-2-ի մասին կարճ, որ իմանանք ինչ եք անում։ Եթե դուք մուտք գործեք մի դրամի ուժը հավելվածում, կա մի դրամի ուժը H ավելին բաժնում, կարող եք մուտք գործել եւ այնտեղ կտեսնեք բոլոր այն ծրագրերը, որոնց աջակցել է մի դրամի ուժը նախաձեռնությունը 40-ից ավելի հիմնադրամ, 50-ից ավելի ծրագիր, այսինքն սրանք իմ նշած բոլոր ոլորտներն են ընդգրկում, երեխաների առողջությունից սկսած, բնապահպանություն, կրթություն եւ այլն, այսինքն ոլորտները իսկապես այնպիսին են, որ մեծ փոփոխություն են բերում կարծում ենք մեր հասարակությանը, բայց հիմա կոնկրետ ավելի շատ կենտրոնացել ենք ֆինանսական գրագիտության եւ թվային գրագիտության վրա, սրանք են ամենաէական ուղղություններն են եւ արդիական, որովհետեւ կարծում ենք, որ մենք իսկապես կարող ենք որպես ֆինանսական կառույց բերել փոփոխություն, որպիսի մեր երեխաները, ուսանողները եւ առհասարակ մեր բոլոր քաղաքացիները մի քիչ ավելի շատ տեղեկացված լինեն այս ոլորտից։ Այսօր դուք կարծում եմ հրաշալի տեղեկացված եք, որ ցավալի է, բայց կան զեղծարարության բազմաթիվ ձևեր եւ եղանակներ։ Այ հենց դրան մենք շատ բարի բաներից խոսացինք իրականում շատ sense թողարկում կարող ենք նվիրել այդ թեմային։ Բայց եկեք մի քիչ էլ ավելի ինտրիգային բաներից խոսենք, զեղծարարության մասին խոսենք, առհասարակ նրա մասին, թե ինչպես եք դուք պաշտպանում մեզ ու մեր տվյալները զեղծարարներից, սա ամենակարևոր թեման է։ Մի ամբողջ արշավ արած ID բանկը իդրամը, որ մի տվեք ձեր տվյալները, մի տվեք, բայց արդյունքում էլի տվյալների արտահոսք ու էլի շատ բաներ։ Եվ սա վերաբերում է չէ, բավական բանկային համակարգի հետ կապված։ Այո։
Տեսեք, իրականում զեղծարարությունները ամբողջ աշխարհում են տարածված եւ միայն Հայաստանում չեն, ասեմ ավելին, աշխարհում կան շատ ավելի բարդ եղանակներ, սոցիալական social engineering, այսպես ավելի լավ է հնչում, հա, հայերեն չգիտեմ, այդ engineering բառը ոնց արտաբերել, ինժեներիա, սոցիալական ինժեներիա, երբ մարդկանց հոգեբանական ազդեցությամբ բնականաբար կարողանում են մարդկանց վրա ազդել եւ կորզել որոշակի անձնական տվյալներ։ Շատ կարևոր է, որպեսզի մեր հասարակությունը այդ տեսանկյունից տեղեկացված լինի եւ չտրամադրի իր անձնական տվյալները, որովհետեւ եթե խոսքը վերաբերում է բանկին, բանկը որպես կառույց անվտանգության այնպիսի համակարգեր ունի, որոնք պաշտպանում են մարդկանց տվյալները երրորդ անձից։ Խնդիրն այն է, որ զեղծարարությունների բոլոր դեպքերում մարդիկ իրենք են տրամադրում իրենց անձնական տվյալները, այսինքն երբ ասում են կիբերհանցագործությունը այն է, երբ հարձակում է տեղի ունենում օրինակ բանկի համակարգի վրա եւ կոտրում են համակարգ եւ այնտեղից անձնական տվյալ են։ Սա շատ մի տեսակ տրոյական ձին տուն բերելու նման բան է։ Նման բան չի եղել, կիբերհանցագործության մասին առհասարակ խոսք գնալ չի կարող։ Այստեղ խոսում ենք հենց սոցիալական ինժեներիայի մասին, երբ մարդկանց տարբեր ազդեցության մեթոդներով խաբում են։ Մեթոդները ցավոք սրտի անընդհատ փոխվում են, կատարելագործվում են, այսինքն օգտագործում էին առաջ զանգերը, հետո սկսեցին հղումներ տրամադրել մարդկանց եւ որտեղ լրացնում էին իրենց քարտի տվյալները, հավելվածի տվյալները եւ այլն, հա։ Այսօր նույնիսկ կան դեպքեր, երբ տելեկոմ ընկերությունների անունից են զանգահարում մարդկանց, առաջարկում են ակտիվացնել 5G ծառայությունը, օրինակ։ Վերջին ամենահայտնի զեղծարարությունները հենց այս թեմայով են եղել։ Փաստացի դուք ձեր ձեռքով տալիս եք թույլտվություն, որպեսզի զեղծարարը միանա ձեր հեռախոսին եւ ինչ ուզի անի այնտեղ։ Այսինքն ես միշտ այդ օրինակը բերում եմ, վստահ եմ շատ գործընկերներս նույնպես, որ երբ մենք մեր տան բանալին տալիս ենք որևէ օտար մեկի, հետո չենք կարող իրենից պահանջել, որ ինքը մեր տունը չթալանի։ Կան իհարկե ազնիվ մարդիկ, բայց եկեք մի ուրիշ դեպքի մասին խոսենք, այս կողմը լրիվ պարզ է եւ իսկապես անհատի վրա է ընկած ամբողջ պատասխանատվությունը վերաբերվելու այդ ամեն ինչին այնպես ինչպես մեր տանն ենք վերաբերվում մեր ունեցվածքին։ Այո, որովհետեւ այսօր հեռախոսը եւ մեր հավելվածների գաղտնաբառերը պին կոդերը, մեզ եկած SMS-ով եկած պին կոդերը, դրանք բոլորը հանդիսանում են տվյալներ, որոնք որևէ դեպքում չի կարելի հայտնել երրորդ անձանց։ Սա մենք անընդհատ կրկնում ենք, այո։ Բայց իսկ այն դեպքերի մասին, երբ քննարկում կար այդպիսի դեպք, եթե ես չեմ սխալվում, ամեն դեպքում լսել եմ, որ օրինակ քաղաքացին եկել է չասենք լավ բանկյան, մտել է բանկ, ուզել է վարկ ձևակերպել լեննականցի մեջը զարթ, քաղաքացին գնում է բանկ, ուզում է վարկ ձևակերպել, իրեն մերժում են, ինչ-ինչ պատճառներով։ Դրանից հետո զեղծարարները նույն անուն ազգանունով դիմում են բանկ եւ այդ մարդու միջոցով բնականաբար ստանում են տվյալները եւ հաստատվում է այդ մարդու անունով վարկը։ Այ այստեղ էս ինչ հակասություն է։ Տեսեք, մենք օրինակ մեր համակարգում ուսումնասիրելով չենք հայտնաբերել նման դեպք։ Եղել են հարցումներ, բայց մենք ծայրը չենք գտել նման դեպքի, հա, այսինքն այդպես պնդել, որ եղել է նման դեպք, ես այս պահին չեմ կարող, բայց պիտի նաև ասեմ, որ մարդու վարկ արժանությունը, նրան վարկ տրամադրելու հնարավորությունը որոշվում է համակարգի կողմից, այսինքն տեխնիկական որոշում չկա, այո, տեխնիկական գործոն է։ Հետևաբար, եթե մարդը դիմում է վարկի, ուրեմն իր կյանքում ինչ-որ բան պիտի որ փոխված լինի, շարժ, ֆինանսական, աշխատավարձի փոփոխություն եւ այլն հնարավոր է նման դեպքերում, հա, բայց իրականում այս մասով պնդումներ չեմ կարող անել հստակ, որովհետեւ չունեմ ձեռքիս տակ տվյալներ։
ինչ որ դեպքի մասին հստակ խոսող տվյալներ։ Իսկ բանկը հետևում է, դուք ասում եք աշխարհում արդեն այնպիսի ցանցեր են գործում, որոնց դեմ երբեմն դժվար է պայքարել, հետևում եք այդ ամեն ինչին եւ դրանից ելնելով բնականաբար թարմացնում անվտանգության համակարգը։ Ու ինչ ձևով եք թարմացնում։ Ոնց եք թարմացնում։ Ոնց ենք թարմացնում համակարգը, տեսեք, ներդրումները, որոնք բանկը շարունակաբար անում է իր անվտանգության հենց բուն համակարգերը արդիականացնելու վրա, դրանք երբեմն գաղտնի են, երբեմն, այսինքն լուսաբանման, այսպես ասած, ենթակա չեն, որովհետև էլի խոցելիություն կարող են առաջացնել։ Բայց ես ձեզ հավատացնում եմ, որ այդ ներդրումներն արվում են իսկապես շարունակաբար, իսկապես հետևելով բոլոր հնարավոր վտանգներին եւ տրենդներին, այսպես ասած, հա, բայց այստեղ տրենդները ավելի շատ սոցիալական ինժեներիայի ոլորտում են տեղի ունենում։ Զեղծարարները անընդհատ գտնում են խաբեություններ կազմակերպելու ձևերը, եղանակները, որպեսզի մարդիկ տրվեն այդ խաբեություններին։ Ամենասկզբում օրինակ զանգում էին, ասում էին գիտեք, ես հիմա հիվանդանոցում եմ, երեխայիս վիրահատում են, ես գումար եմ փոխանցել, սխալվում եմ ձեր հաշվին է եկել, խնդրում եմ ինձ ասեք կոդը, որը եկել է ձեր հեռախոսին, որպեսզի ես կարողանամ հետ քաշել գումարը, որպեսզի կարողանամ վճարել երեխայիս։ Մարդը այդ պահին արթնանում է իր մոտ օգնելու բնազդը, այսպես ասած, եւ ինքը տեղում առանց կարդալու տեքստը, որտեղ բառացի գրված է, որ այս կոդը այլ անձանց տրամադրել չի կարելի, որովհետեւ դուք օրինակ փոխում եք ձեր գաղտնաբառը, հա, այս կոդով առանց կարդալու պարզապես տրամադրում է կոդը եւ հայտնվում ծուղակում։ Կամ այլ եղանակ դիտարկենք, երբ լիստեյեմով օրինակ ապրանք են վաճառում, օրինակ դուք ապրանք եք վաճառում, ես զանգահարում եմ ձեզ, հետաքրքրվում եմ ապրանքով եւ ասում եմ շատ լավ, ես ուղղակի հեռու եմ, խնդրում եմ առաքել ինձ ապրանքը, իսկ ես ձեզ գումարը կփոխանցեմ։ Ձեզնից ոչ թե պահանջում եմ ձեր քարտի թվերը, ինչպես ինչը որ ինձ իրականում անհրաժեշտ է, հա, այդ փոխանցումը անելու համար, այլ ձեզնից ձեզ ուղարկում եմ մի հղում, որտեղ խնդրում եմ լրացնել ձեր քարտի տվյալները, իսկ այնտեղ արդեն պահանջվում է ոչ միայն 16-անիշ թիվը, այլև նշանացող թիվը, քարտի գործողության ժամկետը եւ այն ինչ պետք է արագ ձևակերպելու համար, գումարը քաշելու համար եւ քարտից գումարները բնականաբար անհետանում են։ Մարդիկ չեն այդ պահին գիտակցում, որ իրենց գումար փոխանցելու համար իրենց քարտի տվյալ բանն է, թիվն է միայն անհրաժեշտ։ Մենք այսպես շատ սթափ խոսում ենք, ավետ, մենք շատ սթափ խոսում ենք, բայց երբեմն ես ինքս ինձ բռնացրել եմ մի քիչ ոչ տրամաբանական գործողություն անելու վրա, այն իմաստով, որ այդ պահին չես էլ պատկերացնում, չես էլ մտածում, որ հետևանքները կարող են այդքան վատը լինել։ Լավ է, դեռ ոչ մի ծուղակ չեմ ընկել, չեմ ասում ինչ որ անհասկանալի տեղերում կամ հարթակներում տվյալներ եմ լրացնում, բայց եղել են գործողություններ, որ ինձ մտածելու տեղիք են տվել, արդյոք պետք է օրինակ տեղ ինչ որ բան լրացնել, թե չէ։ Շատ բարդ է, շատ մեծ ցանցեր են գործում։ Եթե դուք կասկածում եք, դա արդեն լավ է։ Ահա, չէ, լավ է, արդեն լավ է։ Չէ, եթե դուք կասկածում ես, դա վատ է, երբ որ ինչ-որ ցանկալի է չլրացնել։ Մի հատ էլ կմտածես, նոր կանես։ Հասկացա, օքեյ, Եթե կասկածում եք, դա արդեն լավ է։ Դուք կարող եք զանգահարել բանկ հարցնել, կարող եք զանգահարել Իդրամ հարցնել, կարող եք ի վերջո ձեր ընկերների մեջ հարցնել, օրինակ, իսկ սա օրինակ արժի անել, թե ոչ։ Բայց ցավոք սրտի լինում են դեպքեր եւ մեծամասամբ հենց այդպես էլ լինում է, մարդիկ առհասարակ չեն կասկածում, որ իրենց ծուղակն են գցում։ Այսինքն ինքը տեսնում է, օրինակ, հայտնիներից մեկի նկարով թեստ, որոշում է անցնել հղումով, թեստը լրացնել, պատասխանել բոլոր հարցերին եւ վերջում լրացնում է իր հավելվածի մուտքային բոլոր տվյալները, որպեսզի ստանա պարգևատրումը, ասենք 20000 դրամ։ Չեմ հավատում։ Հենց այսպես է լինում։ Քիմ Քարդաշյանի ժառանգության մասին մեծ բազմաթիվ նախագահից ստանում եք 40000 դրամ օգնություն, չգիտեմ։ Ամենահայտնի սուպերմարկետների ցանցի խաղարկություններ։ ID բանկի դեպքում շատ հայտնի մարդիկ են օգտագործվել, չեմ ուզում նշել անունները, բայց կարծում եմ այսպես վիզուալ կհիշեք եւ կպատկերացնեք, հա, ովքեր են, եւ ցավալի նաեւ, որ մեր քաղաքացիները նույնիսկ ուշադրություն չեն դարձնում էջի վրա, թե որտեղից է տարածվում այս հաղորդագրությունը։ Այսինքն, օրինակ կարող է լինել ինչ որ KJMLF էջ, հենց այսպես բառացիորեն, հա, եւ մարդիկ սեղմում են եւ անցնում են։ Մեդիագրագիտությունը շատ ցածր մակարդակի վրա է, Ես հենց դա եմ ուզում ասել, իրականում երիտասարդները հիմա բավականին տեղեկացված են։ Համենայն դեպս մինչև 40 տարեկան
ավելի տեղեկացված են։ Այդ տարիքով ավելի մի փոքր ավելի տարիքով մարդիկ ում առհասարակ այս հաղորդումը ընդհանրապես հետաքրքիր չի որ դնի նայի օրինակ ինչ որ մեդիա գրագիտություն կամ լավ բանկային գաղտնիքի գրագիտություն սովորի եթե զանգեն ասեն ասա քո քարտի հետևի 3 թվեր ինքը կասի 7 6 4 Դրա համար մենք մեզ դիտող երիտասարդներին միշտ հորդորում ենք կոչ ենք անում սովորացրեք նստացրեք այս 30 րոպեն ամենաշատը 30 րոպեն թողնային ու ինչ որ բաներ բարձ կլինի նույնիսկ երեխաներին ենք հորդորում որովհետև երեխան տուն բավականին շատ ինֆորմացիա կարող է տանել ու այս տեսանկյունից երբ մենք ֆինանսական կրթության դասընթացներ ենք անցկացնում հանդիպում ենք երեխաների հետ այ անպայման այդ հորդորը հնչեցնում ենք որ երեխեք իմացաք այսքան բան գնացեք եւ ձեր տանը պատմեք սա որպեսզի ձեր ծնողները մեծերը չընկնեն այդ ծուղակը, հա, սա իսկապես կարևոր է։ Տեսեք, մենք միգուցե այդ տեսեք ասում ենք մենք մեծահասակները չեն դիտում նման հաղորդումներ, չեն խորանում, այսպես ասած նմանատիպ թեմաների մեջ, բայց ինչքան շատ խոսենք սրա մասին, միգուցե ինչ որտեղից ականջի ծայրով կլսեն եւ կվախենան։ Դե հուսանք որ Բայց ես ուզում եի մի քիչ խոսենք բանկը, այստեղ ինչ ունի անելու բացի իրազեկելը։ Գուցե միջնորդավորված ինչ որ ձևով կարողանա կանխել։ Օրինակ, չգիտեմ։ Դու սկզբում խոստացա որ բարդ բառերով չես խոսալու։ Բարդ բառեր, ուրիշ բառեր չգիտեմ։ Ես չհասկացա։ Որ զեղծարարի եւ իրական օկտատիրոջ մեջտեղում ինչ որ միտեղ կանգնած լինի եւ կանխի։ Մի կերպ, չգիտեմ։ Դե կարծում եմ հենց դրանով է փորձում պաշտպանել։ Դուք ինձ թվում է Իդրամի օկտատերեր եք երկուսդ էլ այդպես հասկացա։ Եկեք հիշենք, քանի փուլ եք անցնում մինչեւ մուտք գործեք ձեր հավելված։ Ես Face ID-ով բացում եմ։ Face ID-ն չունի ձեր զեղծարարը։ Պիտի մուտքագրի պին կոդը, գաղտնաբառը, այլ սարքից է մուտք գործում ձեր Իդրամ, պիտի մուտքագրի եւս մեկ կոդ, որը ստանում է, որովհետեւ ուրիշ սարքից է մուտք, այսինքն դուք եք ստանում այդ կոդը, ոչ թե ինքը։ Կոդը որը չպիտի տրամադրվի, այո։ Այո, այսինքն առնվազն տրամադրելու այդ մեջտեղում չենք կարող մի բան էլ ավելացնենք։ Օրինակ ես ձեզ զանգել եմ, ասում եմ ինձ այդ կոդը տուր կամ հղումն եմ ուղարկել եւ դուք այսպես աչքերը փակ լրացնում եք այդ ամենը, բանկը այդ պահին տեսնում է, որ ձեր Իդրամ հաշիվ դուք մուտք եք գործում, որովհետեւ ինքը ձեզ նույնականացրել է արդեն 3 անգամ դուք մուտքագրել եք ձեր պին կոդը, դուք մուտքագրել եք ձեր գաղտնաբառը, դուք մուտքագրել եք այլ սարքից մուտքի կոդը, ինքը գիտի, որ դա դուք եք։ Բանկը այդպես գիտի, չէ՞։ Ձեզ նույնականացրել է։ Երբ ասում են բանկը չի նույնականացնում, բանկը այդ ձևով է նույնականացնում նաև, որովհետև ինքը ունի ձեր հեռախոսահամարը, որին ուղարկում է նույնականացման կոդ։ Դրա համար է կոչվում նույնականացման կոդ։ Ձեզ նույնականացրել է զեղծարարը մուտքագրել է չի փոխվում հույսներս դնում ենք բանկի վրա ես դες հավատացնում եմ որ բանկը բազմաթիվ միջոցներ է ներդնում նման պատնեշներ այսպես ասած կառուցելու համար եթե մենք դիտարկենք օրինակ այս զեղծարարությունների սկզբի համեմատությամբ մեր կոմունիկացիաները հաճախորդի հետ օրինակ այն ժամանակ կոդը ստանում էին գրված էր որ այս կոդը որևէ մեկին չի կարելի հայտնել եւ կոդներ Հետո վերափոխվեցին այդ հաղորդագրությունները, որ այս կոդով դուք անում եք այսինչ գործողությունը, զգույշ եղեք եւ հետո նոր կոդը։ Ուրիշ մեկին չի կարելի հայտնել։ Հետո ստեղծեցինք կոմունիկացիայի այլ տարբերակ, երբ որոշեցինք, որ էլեկտրոնային փոստի հաղորդագրությամբ սենց կարմիր մեծ տառերով պիտի գրված լինի, որ ձեր Իդրամ մուտք է եղել այլ սարքից։ Խնդրում ենք ուշադիր եղեք, դուք եք թե դուք չեք։ Այսինքն մենք բազմաթիվ անգամ այդ ընթացքում երբ զեղծարարը փորձում է մուտք լինել այլ անձի կարմիր լույսը վառում եք։ Հա, մի քանի անգամ այդ կարմիր լույսը վառում ենք, մարդը պիտի ուշադիր լինի եւ ուշադրություն դարձնի այդ հաղորդագրություններին։ Հենց այստեղ ու այս կարևոր ինֆորմացիա է, ավարտենք զրույցը, ուղղակի ուշադիր եղեք, ուղղակի վերաբերվեք այդ ամենին, Սա կարելի ասել, այդա, սա այս թեմայով արդեն մեր երկրորդ հաղորդումն է, որովհետև Սամվելը Մարտիրոսյան մի ամբողջ լեկցիա քարոզ կարդաց այս թեմայով եւ նաեւ բանկային համակարգում եւս ձեր տարիների փորձը հաստատ թույլ է տալիս։ Սիրում է ասել, ասում է ես մի բանի մասին խոսում եմ, հետևից մի անգամից ստանում եմ այդ նույն դեպքի մասով որևէ դեպք հաղորդագրություն
Հուսանք չեն լինի, թող բոլորը լինեն ապահոված, բոլորը լինեն հարուստ ու անվտանգ։ Մենք թեմայի մեջ էինք, դուք էլ շարունակեք հետևել մեզ, որ թեմայից դուրս չմնաք, հանկարծ գնացինք։